Ջորջ Փեհլիվանյանը դարձյալ Երևանում է։ Սիրելի նվագախմբի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ ղեկավարելու է Ռախմանինովյան համերգի ծրագիրը։ Աշխարհի շուրջ 400 մեծ ու փոքր առաջնակարգ ու շատ հեղինակավոր նվագախմբեր ղեկավարած դիրիժորը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ կապված է ոչ միայն երկարամյա գործակցությամբ, այլև ջերմ մտերմությամբ։ Արդեն ավելի քան 35 տարի է, որ պարբերաբար հանդես է գալիս ֆիլհարմոնիկի հետ եւ հուզմունքով արձանագրում է 100-ամյակի սահմանագիծը հատած Սիրելի նվագախումբը օր-օրի նոր շնչառություն է ստանում։ Ես ձերանամոր ֆիլհարմոնիկը գերդասարտանագոր, անի շատ լավ լուր է, 100-ամյակը անշուշտ երդասարտություն ասենք, 100-ամյակը շատ լավ բան է ունենալ, ուրախ եմ որտեղ Գաբրիմ գոր եւ մեր գնանք դոնել միասին 100-ամյակը, հուսամ 150-ը դոնենք միասին։ Ֆիլհարմոնիկը շատ լավ գազմի մեջ կդեսնեմ, շատ ջգույն եւ շատ քվալիտա, շատ բարձր մագարտակի սկսանք արդեն վայելել իրարու, աշխատել։ Այս երեկո Խաչատրյան համերգասրահում բացառապես Ռախմանինով է հնչելու մեծանուն կոմպոզիտորի առավել հայտնի եւ մասշտաբային գործերից երկուսը՝ Դաշնամուրի երկրորդ կոնցերտը եւ երկրորդ սիմֆոնիան։ Համերգի մենակատար Կատերինա Տիտովան առաջին անգամ է հանդես գալիս եւ Հայաստանի ֆիլհարմոնիկի եւ մայստրո Փեհլիվանյանի ղեկավարությամբ։ Դաշնակահարը խիստ կարեւորություն է տալիս Ռախմանինովյան համերգացանկին, քանի որ հենց Ռախմանինովից է սկսվել իր ստեղծագործական վերելքը։ Меня очень много друзей армян. Շատ հայ ընկերներ ունեմ ամբողջ աշխարհում եւ այստեղ ինձ զգում եմ ինչպես տանը մարդկանցից այնքան ջերմություն է գալիս։ Ռախմանինովի երաժշտությունը, որ կապված է էմիգրացիայի հետ, ինձ համար միշտ առանձնահատուկ է, քանի որ ես էլ արդեն երկար տարիներ ապրում եմ հայրենիքից դուրս եւ այդ ամենը ինձ շատ հոգեհարազատ է։ Բացի այդ, այս կոնցերտի երրորդ մասում շատ են արևելյան մոտիվները եւ մեծ խորհուրդ կա, որ դա նվագում եմ այստեղ Երևանում եւ այնպիսի հրաշալի նվագախմբի հետ, ինչպիսին ձեր ֆիլհարմոնիկն է։ Մայստրո Փեհլիվանյանը նախատեսում է Երևան հաջորդ վերադարձին շարունակել Ռախմանինովի ծրագիրը, որը կարող է շատ ստեղծարար զարգացում ունենալ, բայց այժմ նրա միտքը զբաղված է իր նոր նախաձեռնությամբ՝ դիրիժորների միջազգային մրցույթով, որը հենց Փեհլիվանյան անունն է կրելու եւ նվիրված է դիրիժորի մորը երգչուհի դաշնակահարուհի Արփինե Փեհլիվանյանին։ Մրցութային հեղինակավոր հանձնախումբն արդեն հայտեր է ստացել աշխարհի 30 երկրից, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին։ Նունե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, լուրեր։